Իդեպ վերջերս ԵԽԽՎ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն ըստ էության անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ 3 հոկտեմբերի 20-ին Բերման ենթարկվեց 1 օր անց էլ կալանավորվեց Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, իսկ կա ընդդիմադիր համայնքապետ Հայաստանում, որը չի անցնում քրեական գործերի իշխանության կողմից հարուցած խոչընդոտների միջով։ Վանաձորի, Բերդի, Վարդենիսի, Գորիսի եւ այլ համայնքապետերի նկատմամբ ինչ արեց իշխանությունը, հարուցվեցին քրեական գործեր, եղան կալանքներ։ Բազմաթիվ համայնքներում էլ ընդդիմադիր տեխնացուները չեն ընտրվել, քանի որ ՔՊ-ն կարողացել է կազմակերպել նոր ընտրություններ։ Բայց այս ամենը ոչինչ է մեկ այլ դեպքի հետ համեմատած, որն ունեցավ ողբերգական ավարտ, սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետը ՔՊ-ի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից ամիսներ անց։ Նիկոլ Փաշինյանը միջազգային ամբիոններում, ինչպես նաև հայաստանյան եւ ընդհանրապես բոլոր ամբիոններում խոսում է ինչ ուզում է, խախտելով ստի եւ երևակայության բոլոր սահմանները։ Իսկ արդյոք դրանից փոխվում է իրականությունը եւ արդյոք հայտնվում են հավատացողներ։